Ղուկասի ավետարանում կարդում ենք. «Ներեցեք և ներում պիտի գտնեք»։ Իսկապես կգտնվի մեկը մեր շրջապատում մեր մերձավորների մեջ, մեկը մեզանից, որը ներելու և ներվելու կարիք չունի։ Հավանաբար բոլորն էլ Աստծու և միմյանց ներելու կարիքն ունեն։ Դժվար է անշուշտ նախ ընդունել, խոստովանել սեփական մեղքերն ու հանցանքները, ապա և դրանց դիմաց ներում հայցել, բայց ներումը պարզապես բարի արարք չէ, որը կարելի է անել կամ չանել։ Դա հիմնավոր պայման է քրիստոնեավայել ապրող բոլոր մարդկանց համար։ Կարևոր է առաջինը հասկանալ, թե ներել բառը ինչ իմաստ ունի և ինչպես է բացատրվել հին լեզուների մեջ։ Զորօրինակ հունարենում ներել բառը նշանակում է թողնել։ Աստվածաշունչը լեցուն է ներողամտության դրսևորումներով, պատկերներով, խորհուրդներով։ Անգամ ներողամտությունը սկսվում է արարչագործությունից հետո, մարդու մեղանչումից հետո, Աստծո ներողամտությունն էր դարձյալ, որ հնարավորություն տվեց։ Եվ այդ տրամաբանության մեջ կարող ենք տեսնել մեծ պահքի շղթաներից անիրավ տնտեսի առակի պատմությունը, երբ որ նա անիրավություն արեց, թեև Տերը զրկեց նրան տնտեսի պաշտոնից, բայց ներեց նրան իր իմաստության համար, այսինքն մարդկանց բարություն աներելով ինքը ներողամտության արժանացավ։ Իսկ ներողամտության ամբողջ պատկերը, երբ որ նայում ենք, մեկ նախադասություն է, որ տալիս է ամբողջ Աստծո պատկերը, որը շաղախված, լցված է ամբողջությամբ ներողամտության ոգով, երբ տեսնում ենք Քրիստոսին խաչի վրա և լսում ենք իր շուրթերից հետևյալ նախադասությունը. ների նրանց, որտև չգիտեն ինչ են անում։ Սա լավագույն դրսևորումն է ներողամտության։ Ներողամտության պատկերը մյուս հատվածում ենք տեսնում։ Առաջինը ով արժանացավ խաչի վրա Տերոջ ներումին, ավազակը, ինչու, որովհետև նա գիտակցեց իր մեղքը։ Եվ Տերը երբ որ ասեց այսօր եւ այդ ինձ հետ կլինես դրախտում, ցույց տվեց, որ դրախտում հայտնվելու ճանապարհը մեղքի գիտակցումն է, զղջումն է եւ միշտ կարժանանաս Աստծո ներողամտությանը։ Ներելու կատարյալ պատգամը Տերը տալիս է Հայր մեր աղոթքում, երբ ասում է. «Եվ թող մեզ սպարտիս մեր, որպես և մենք թողոնք մերոց սպարտապանած, ներիր մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին»։ Չներելու դեպքում պատվիրանից բխող եզրակացությունն այն է, որ ինքներս ներում չենք գտնի Աստծո կողմից։ Այս հատվածը ամբողջությամբ հասկանալու համար մենք կարող ենք կարդալ ավետարանները եւ այնտեղից կարող ենք հասկանալ, թե Տերը ինչ էր ուզում մեզ հասկացնել այս հատվածում։ Եվ կհանդիպենք մի պատմության, որ Տերը պատմեց թագավորի մասին եւ ծառայի։ Երբ թագավորը տեսնում է իր ծառային, քանի որ նա պարտք էր եւ չէր կարողանում վճարել, եւ թախանձանքին խնդրում է թագավորին, որ ներում շնորհի։ Եվ թագավորը անսալով իր ծառային ներում է շնորհում։ Երկրորդ պատկերում տեսնում ենք, որ այս ծառան գնում է այն մարդկանց, ովքեր էլ որ իրեն էին պարտք, պահանջում է, հալածում է, որպեսզի վճարեն իր պարտքերը։ Եվ ասում է, ինչպես կվարվի թագավորը, երբ իմանա այս ծառայի մասին։ Այսինքն, երբ թագավոր լինելով ինքը ունեցավ այդ ներողամտության ոգին, ներեց նրան, բայց նա չունեցավ այդ ներողամտության ոգին իր այն պարտապանին։ Երբ որ մենք մեկս մյուսին չենք ներում, մենք չենք կարող արժանալ Աստծո ներողամտությանը։ Եվ Աստծո ներողամտության արժանանալու համար հետևաբար առաջին պայմանը կարողանանք մեկս մյուսին ներել։
Ամենասոր անպակաս են վիրավորելու և վիրավորվելու առիթները, տեղի և անտեղի, հարկի և անհարկի, հիրավի և հանիրավի, որ մեկին ներես, որ մեկից ներում ակնկալես, չնայած երբեմն տրամադրված ենք ներելու, երբեմն էլ պատրաստ չենք ներողամտել, բայց Տերը չի հարցնում, պատրաստ ես, տրամադրված ես։ Հիշենք այն հարցադրումը, որ Պետրոսն ուղղեց Հիսուսին. «Տեր, քանի անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան, մինչև 7 անգամ»։ Եվ Հիսուս նրան ասում է. «Քեզ չեմ ասում, թե մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7»։ Ղուկասի ավետարանի մեջ ենք հանդիպում 17-րդ գլխում հետևյալ ձևակերպումով այդպես. «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի նրան, և եթե զղջա, ներիր նրան, և եթե 7 անգամ մեղանչի քո դեմ, և 7 անգամ դառնա քեզ և ասի, զղջում եմ, ներիր նրան»։ Այս միտքը հասկանալու համար նորից անդրադարձ պետք է ունենանք Աստվածաշնչին, Մատթեոսի ավետարանի մեջ, երբ խոսում է Աստծուն ընծաներ մատուցելու ժամանակ, թե ինչ պետք է անես։ Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թող սեղանի առաջ և գնա նախ հաշտվիր քո եղբոր հետ և ապա եկ քո ընծան մատուցիր։ Եվ եթե մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչև նրա հետ դեռ ճանապարհին ես, եղիր իրավախոհ կանխավ։ Ահա այս երկու աստվածաշնչյան հատվածներով, երբ որ ընթերցում ենք, ներողամտությունը հասկանալու համար կարևոր պայման է դեպի Աստված քայլելու։ Անգամ ասում է, որ դու ընծա պետք է մատուցես Աստծուն, բայց երբ որ քո մեջ ոխ ունես, դու չես կարող կատարյալ ընծա մատուցել, որովհետև սատանան հենց այդ կատարյալ սրբությանը պահին քեզ միշտ պետք է հիշեցնի, որ դու խնդիր ունես, որ դու ոխ ունես, և դու կշեղվես միշտ քո մաքուր պարզ աղոթքից, ինչպես մյուս պատկերը, որ կա, ասելով, թե քո բարկության վրա արևը թող մայր չմտնի։ Որովհետև երբ որ մենք այդ ներողամտության ոգին չենք դրսևորում և մարդուս մեջ թողնում ենք այդ թույնի պես այդ մեկ կաթիլը, ինչպես որ բաժակի մեջ մեկ կաթիլը թունավորում է մի ամբողջ ջրի բաժակ, այդպես էլ այդ ոխը, չարությունը, մեկ կաթիլը երբ որ հայտնվում է մարդու ոգում, աններողամտության ոգին սկսում է չարչարել մարդուն։ Ներելու խնդիր անկասկած կա նաև մարդ-մարդ հարաբերության մեջ։ Տերն ասում է. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների, իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները»։ Հոգևոր հայրերը նկատում են. երբ Աստված մեզ ներում է, նա ոչինչ չի ակնկալում մեզանից, բացի անկեղծ զղջումից։ Նույնը և մենք պիտի անենք, ու ինչպես մենք ներենք մարդկանց, այնպես էլ Աստված մեզ կների։ Ներելու, ներողամտելու մասին խոսել են նաև փիլիսոփաները, երևույթը ներկայացնելով առավել քան համակողմանիորեն։ Փիլիսոփայության մեջ որ նայենք, օրինակ հունական փիլիսոփայության մեջ Արիստոտելյան սկզբունքով ներկայացում է, որ ներելը իր մեջ պարունակում է առաքինություն։ Իսկ պլատոնական փիլիսոփայության մեջ, երբ որ խոսում է ներողամտության մասին, ասում է, որ սոցիալական ներդաշնակության համար կարևոր բաղադրիչ է ներողամտությունը։ Եթե այս երկու գաղափարներից մենք փորձենք ընկալել ընդհանրապես ներողամտությունը մեր մարդկային կյանքի փոխհարաբերությունների մեջ, կհասկանանք, որ ներողամտությունը առաջին իսկ քեզ համար է բարիք։ Դու ներելով մարդուն, նաև քո մեջ ես դասիրակում կատարյալի զգացողությունը, որովհետև երբ որ դու մարդուն չես ներում, քո մեջ վրեժխնդրության, չարի զգացողություններն են, և դա թուլության նշան է։ Եվ փիլիսոփայության մեջ հենց այս մասին խոսում են, որ չներող մարդը ինքը թույլ մարդն է, չարին գործակից մարդն է։ Եվ ներողամտության պատկերը, երբ որ նայում ենք և Աստվածաշնչով,
եւ փիլիսոփայական, այսինքն մեր մարդկային մտածողության համաձայն հասկանում ենք, որ հետեւյալ ձևակերպում ունի Աստված մարդ եւ մարդ փոխհարաբերությունները։ Աստված մարդ փոխհարաբերությունները միշտ դրսևորվում է Աստծո կողմից։ Աստված է մեզ դերում, որտեղ մենք ենք մեր քայլերով միշտ շեղվում, սխալվում եւ կարիք ունենք ներումի Աստծո կողմից։ Իսկ մարդ փոխհարաբերությունների մեջ երկու ստեկ է։ Երկու կողմից կարող են սխալվել, երկու կողմից կարող են ներել եւ երկու կողմից կարող են ներվել։ Քիչ չեն դեպքերը, երբ անգամ հարազատին, մերձավորին հասարակությունը չի ներում կամ դժվար է ներում, նույնիսկ երբ նա ի խորոց սրտի է զղջում։ Սա այն պարզ պատճառով, որ նրա զղջումով չեն վերականգնվում հանցագործ մեղսաշատ մարդու պատճառած վնասները, կյանք չեն վերադառնում այն անձինք, որոնց մարդասպանն անխղճորեն սպանել է։ Կան դեպքեր էլ, երբ ներումը արտահայտվում է միակողմանիորեն, կողմերից մեկը ներում է, մեկին էլ թվում է, թե ինքը ներելու ոչինչ չունի։ Եվ այստեղ, այո, կառաջանա այդ երևույթը, երբ որ միակողմանի կլինի, բայց կարևոր մի կետ կա ներողամտության, զգացողության հետ կապված։ Պետք է լինի գիտակցական դաշտում ներողամտությունը, հիմնավորված պետք է լինի քո ներողամտությունը, այսինքն դու դիմացինի մեջ պետք է տեսնես այդ սխալի ընկալումը, դարձը, եւ երբ որ այս խորը գիտակցություն ընկալում ունենում է մարդ եւ քայլում է դեպի Աստված, արժանանում է ներողամտության։ Մեր մարդկային տկար ընկալումների համաձայն մի փոքր մարդկայնորեն պետք է ըմբռնենք սա։ Եվ երբ որ ներում ես դիմացինին, պետք է զգաս, արդյոք նա գիտակցեց այդ թե ոչ, որովհետեւ կդառնա դա պարզապես առօրեական, կենցաղային, ժամանակավրեպ եւ անարդյունք, որովհետեւ ներողամտության արդյունքում պետք է դիմացինի մեջ դասիրակվի ընկալումը երկրորդ անգամ չկրկնելու։ Մյուս պարագան այստեղ այն հատվածն է, որ երբ որ մենք ներում ենք դիմացինին, դա չի նշանակում մենք ընդունում ենք իր սխալը։ Ոչ, պարզապես իր սխալը կանգնեցնում ենք մեր առջև։ Այո, գիտակցում եմ սխալը, բայց այլևս այս սխալը չկրկնես։ Որքան հաճախ ենք լսում, թող Աստված ների իբր մեծահոգաբար դրված պատասխանն այն ներումնահայցի, որն ազնիվ սրտից է բխեցրել դիպվածով ասածից ու արածից հետո։ Սա խոսում է այն մասին, որ ինքը դեռ պատրաստ չի անձնապես ներելու։ Բայց եթե դու չես կարողանում ներես, եւ դու աղոթում ես ներիր մեզ այնպես, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին, Աստված ներեց, իսկ դու մեր Հայրը մի լավ գործ ունեն, ճանաչին ինքդ քեզ։ Ճանաչելու համար մեր կյանքի հոգևոր իմաստով հայելին է պետք, որ ինքներս մեզ տեսնենք, ճանաչենք մեր ով լինելը, մեր տեսակը, մեր պատկերը։ Իրականության մեջ մենք բոլորս անհրաժեշտություն ունենք Աստծո ներումի, բոլորս։ Երբ որ մեկը գիտակցի այս ամենը, այդ արտահայտությունը անելուց առաջ կհասկանա, որ ինքն էլ կարիք ունի Աստծո ներումի։ Հետևաբար, երբ որ մենք ուզում ենք արժանանանք Աստծո ներումին, պետք է կարողանանք մեկս մյուսին ներել, այս մարդ փոխհարաբերության մեջ։ Եվ կուզենամ այս կյանքում սովորենք հետևյալը. փորձենք իրար սիրել եւ փորձենք իրար ներել։ Անհատական ու հանրային ընկալումների մեջ արմատավորված է նաև այն համոզմունքը, թե կարելի է անընդհատ սխալվել, մտքի խորշերում փայփայելով նորից անսպառ ներվելու ի վերուստ տրված հնարավորությունը։ Ներողամտության ոգին, երբ որ դրսևորվում է, պետք է ունենա իր ընկալումը, առողջ ընկալումը։ Երբ որ պարզապես լինում է առանց հիմնավորումի, առանց դիմացինի ընկալման, սխալի, դա ներում չէ։ Պարզապես մենք այդ ձևակերպումն ենք կատարում, բայց ոչ բովանդակությունը։ Այդտեղ բովանդակություն չկա։ Մեր մարդկային միտքը ընկալում է ամեն ինչ, եւ մեր մարդկային հիշողությունը հիշեցնում է մեզ ամեն ինչ։ Բայց երբ որ մենք կարողանում ենք ունակ լինել ներելու,
Որքան էլ մեր մեջ հիշում ենք, որ մեղք է գործել, երկրորդ հիշողությունը գալիս է, որ մենք այլևս ներել ենք։ Ներել ենք այնպես, ինչպես որ Տերը ներեց։ Եթե Տերը իր չարչարանքի մեջ կարողացավ ներել եւ ցույց տվեց ներման ճանապարհը, մենք մարդիկս այս բարձ կյանքը ապրելով ինչպես ենք փորձում ապրել եւ չներել մեկս մյուսին։ Առաքյալներից Պետրոսը մինչև աքաղաղի կանչն արդեն 3 անգամ ուրացել էր Տիրոջը։ Հուդան մատնել էր Քրիստոսին 30 արծաթ դրամով ու գեղձ համբույրով, եւ երկուսն էլ արժանացել էին Տիրոջ ներումին, բայց Պետրոսը մնաց որպես առաքյալ շարունակելով իր գործունեությունը, իսկ Հուդան այլևս չերևաց եւ նրա առաքելական պաշտոնի համար վիճակ գծվեց։ Եթե խորը նայենք, այո, Պետրոսի արարքն էլ շատ վատ արարք էր, երբ որ ինքը այդքան Տիրոջ հետ ապրելով, Տիրոջ հետ քայլելով, անգամ ինքը բարձրաձայնեց, որ եթե բոլորը լքեն քեզ, ես չպիտի լքեմ, այդքան խոսքերից հետո ինքը դավաճանեց, ինքը ուրացավ։ Բայց ինչու Պետրոսը ներվեց եւ դարձավ վեմ, իսկ Հուդան ոչ։ Որովհետեւ Պետրոսը, երբ որ տեսավ Տիրոջ ներումը, ինքը դառնակին լաց եղավ, զղջաց արարքի համար եւ դարձավ դեպի Աստված եւ քայլեց Քրիստոսի հետ խաչի հետևից, չլքեց այլևս Տիրոջը, մինչեւ իր կյանքը տվեց։ Իսկ Հուդան թեև արժանացավ Տիրոջ ներումին, բայց նա չգիտակցեց այդ ամենը, չդարձավ դեպի Աստված, այլ ընդհակառակը իր հույսը կտրեց Աստծուց եւ ինքնասպան եղավ։ Որքան կարևոր, օգտակար եւ հոգեշահ է նորից ու նորից հիշել Տիրոջ սքանչելի պատվիրանը՝ ներեցեք։ Իսկ մենք կարծում ենք, թե ներումը տկարություն է, ամենևին, ներումը հոգու իրական ցոլքն է, լուսարձակ ճառագայթումը, ներելու համար Քրիստոսի օրինակն ամենահամոզիչն է, պետք է աղոթել, ինչպես նա խաչի վրա աղոթեց իրեն խաչած մարդկանց համար, եւ նրա պես Ստեփանոս նախասարկավագը, որի մասին գրված է Գործ Քառաքելոցում, որն աղոթեց իրեն քարկոծելով սպանող մարդկանց համար։ Քրիստոս ներեց մեղավոր կնոջը, ներեց խաչված աջակողմյան ավազակին, որն իր մեղավոր լինելը գիտակցելով նաև Քրիստոսից ներում խնդրեց։ Քրիստոս ներեց Գեթսեմանիի պարտեզ իրեն ձերբակալելու եկածներին, ներելով բուժեց իր դեմ ելնողի ականջը, որը կտրեց Պետրոս առաքյալը։ Նա ներեց ինչպես իրեն խաչողներին, այնպես էլ խաչելությունը սադրողներին, որոնք ամենևին էլ չզղջացին իրենց դատապարտելի արարքի համար, ներեց հայցելով Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում, ներեցեք, ասում է Տերը, եւ այս պատվիրանի գործադրումը կարևորվում է, որովհետև նեղրաղամտության ոգու դրսևորման պարագային ինքներս մեզ կգտնենք բարության մեջ, ինքներս մեզ կգտնենք սիրո մեջ եւ պատկերը կունենանք աստվածային սիրո եւ բարության, որովհետև Աստված իր բոլոր գործերի մեջ ներում է մարդուն եւ չի ցանկանում մեղավորի մահ, այլ նրա դարձ եւ իր կողքին կանգնելը։ Հետևաբար, եթե Աստված մեր Տերը ունի այսքան ներողամտության ոգի մեր անձերի նկատմամբ, ուրեմն եկեք մենք յուրաքանչյուրս փորձենք մեր մեջ ուժ գտնենք այդ չարի երևույթ այդ ողակալությունը, չարամտությունը հանենք մեր մեջից, դնենք ներողամտության ոգին, որ เป զի այս աշխարհը մի քիչ բարությամբ լցնենք։